Իսրայելի վարչապետ Նեթանյահուի միակ երազանքը ԱՄՆ-ին այս պատերազմի մեջ ներքաշելն էր։ Թրամփի ձեռքով Թել Ավիվը հասավ իր նպատակներին, ասում է իրանագետ Էմա Բեգիջանյանը։ Ըստ նրա, առանց ԱՄՆ գերհզոր B2 ռմբակոծիչների Իսրայելը չէր կարող խոցել Իրանի միջուկային կենտրոնները։ Թրամփը իր համար ամենա երազելի նախագահն էր Ամերիկայում, որտեղ նա արել է իր առաջին ժամկետում էլ նախագահական, արել է Նեթանյահուի ցանկությունները, հիմա դարձյալ միայն նա անվեհապահորեն կատարում նրա ցանկությունները։ Թրամփն Իսրայելին տված խոստումը համարում է կատարված։ Նրա նպատակներից մեկը, որ Իրանը չունենա միջուկային զենք, առնվազն 10-ից 20 տարի բավարարված է, եթե անգամ ունի տեխնոլոգիաներ ու գիտնականներ։ Բայց ըստ փորձագետի Նեթանյահուի նպատակներից մեկն էլ Իրանում իշխանափոխության հասնելն էր։ Նեթանյահուն ամեն վարքյան ասում էր, որ նպատակներին հասել է, իհարկե չի հասել, իհարկե նա ցկտում է Իրանում իշխանափոխության, բայց մյուս կողմից Իսրայելը ռազմավարական խորություն չունի, փոքր երկիր է, Իրանի ցանկացած բրդիր ավերածություն եւ մի ժողովրդի, որ նման բաների պատրաստ չի եղել, անգամ 67 թվականի արաբական աշխարհի հետ պատերազմում նման բան չի եղել, Թել Ավիվը, Հայֆան կամ Երուսաղեմը Իրաքեն այդպիսի հարվածներ չեն ստացել, չէին կարող դիմանալ արդեն 11 օր։ Իրանագետի դիտարկմամբ, ինչքան էլ Իրանին էր անհրաժեշտ այսպես ասած շունչ քաշելն, այնքան էլ Իսրայելին։ Այդ հրադադարը կհանգեցնի խաղաղության։ Դեռ չեն կարող այդպես ասենք Իսրայելի բուն նպատակը Իրանը դարձնել Հեզբոլլահի իրավիճակում, այսինքն երբ մտքին տնի, դրանից խաղաղությունից հետո էլ հարձակվի, որտեղ իր համար կասկածելի բան լինի։ Իրանագետը ուշադրություն է հրավիրում փաստի վրա, որ Թրամփն իր 10,000-անոց զորքն արդեն իսկ հանել էր Քաթարից, մինչ Իրանը կթիրախավորեր ամերիկյան ռազմաբազան։ Թե ինչքան կձգվի հրադադարի ռեժիմն ըստ իրանագետի դժվար է ասել, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների համաձայնությամբ եւ թույլտվությամբ Իսրայելը գնաց ռազմական գործողությունների եւ հետո ինքը միջամտեց պատերազմին։ Նարնե Ղուկասյան, Reopen Media։